Նոր իմացա, որ Հայաստանի Հանրապետության առաջին կենակիցը հանկարծ որոշել է գնալ Չինաստան սովորելու, սա մրկեցուցիչ է, Չինաստանը ամենահին երկրներից մեկն է, մեծագույն պատմությամբ, հզորագույն տնտեսությամբ, Աննա, դու ուր պիտի գնաս և փորձես Չինաստանում լավագույն դեպքում մանկապարտեզ կամ առաջի դասարան, որովհետև Չինաստանի կրթության մակարդակը այնքան բարձր է, որ դու կամ քո, չգիտեմ, կենակիցը ովը չեք էլ համարձակվի սովորել Չինաստանում, կամ չգիտեմ, կարող ազոտ խղճահարությամբ ինչ-որ գնահատականներ ձեզ դնեն կամ գումարով դուք երևի այդպես եք սովոր, որ մյուսների վրա էլ գցում եք, և ես այնուամենայնիվ ավելի շուտ ԿՊԱ-ականներին եմ ուզում դիմել, տեսեք ինչ են անում իրենք, Նիկոլը ինչպես արդեն ամբողջ ազգը խոսում է, Կանադայում տուն է արդեն իրեն առել, Ֆրանսիայում ասում են, որ տուն է առել, այդ ամբողջը առել է մեր վարկերով, գումարներով, հարկերով և այդպես շարունակ, թալանված գումարներով, Արցախը վաճառված գումարներով, իրենք ամբողջ տնավորվել են այլ երկրներում, կենակիցը փախնելու է Չինաստան այդտեղից ևս ինչ-որ մի տեղ կփախնի, որովհետև Չինաստանը չի թողնի նման մարդ այդտեղ մնա, և դուք ԿՊԱ-ականներդ կմնաք մենակ, ու այդ ժամանակ, երբ որ իրենք փախնեն, ժողովուրդը ձեզանից է պահանջելու պատասխան, ժողովուրդը ձեզ է պատասխանատվության ենթարկելու, և քանի ուշ չէ, սթափվեք, հրաժարվեք սատանայապաշտ ղեկավարներից, որովհետև վստահ եմ, որ ձեզանից շատերը չգիտեն, որ իրենք միգուցե հենց երկուսով ու չգիտեմ էլ ովքեր են ասում են 5 հոգի, ոնց որ ասեցի, բայց միգուցե ավելի շատ սատանայապաշտ աղանդի անդամ են և ըստ այդմ ծառայում են ամենամեծ չարիքի, սթափվեք, հրաժարվեք, անցեք ազգի կողմ և այդ ժամանակ մենք կկարողանանք բոլորով հաղթենք և այս չարիքից ձեռք բազատվենք վերջապես։